Ժամանակ առաջ նկարահանված եւ Թբիլիսիում միջազգային փառատոնի ժամանակ ներկայացված «Ապագայի տան» երկու ֆիլմերի ցուցադրումը կայացավ Ախալքալաքի «Ապագայի տան» դահլիճում։ Իմ սրտի քաղաքը եւ Տունդարձը։ Տունդարձը երիտասարդի մասին է, ով թողել հեռացել էր հայրենի քաղաքից եւ տարիներ անց երբ գալիս է ուղակի զբոսնելու շրջագայելու, վերջնականապես որոշում է մնալ իր հայրենի քաղաքում։ Եվ երկրորդը իմ սրտի քաղաքը դա պատմական փաստագրական ֆիլմ է ավելի շատ, որը ներկայացնում է մեր քաղաքը իր տեսարժան վայրերով, ամեն ինչով։ Շատ հնարավոր է, որ մենք շարունակենք մեր կինոնկարանահանումները, որովհետև փառատոնի կազմակերպիչները շատ բարձր գնահատեցին եւ նրանք նույնպես ուզում են համագործակցել մեզ հետ եւ ինչու՞ չէ ուզում են գալ այստեղ մի քանի օրով մնալ, ինչպես սովորեցնել, այսինքն վարպետաց դասեր անցկացնել եւ կազմակերպել կինո քաղաք, հենց այդպես էլ իրենք մեզ առաջարկել են։ Ֆիլմերի ցուցադրման վերջում «Ապագայի տան» սաները երաժշտական եւ հումորային համարներով հանդես եկան ներկա հասարակության համար։ Հասիլար, ես եկ յախտասոնոz դատիլար։ Եկ ռոգոր, տավի ջանայիմ թոսերքի օրմոz դատիլար շիվեր կապլիկի։ Կալվատոլեբո, կևանդելի տրիս վիսալի եկակըտ մորզադը, շևի կրիբը, տասացմելի վիկիրը, վանգրամիս հետ կզդովը մատ, թիտկս ռաղաստավովիցնա։ Սցենարի դաղձեր հետ։ Աու, կոտքվի, ռաղաստավովիցնատ կոպ։ Շեն մագարի գուլմավից ոխար։ Ռոտովար գումավիցկո։ Աբա փուլի ռոմգասես խեր, ատամ դագավիցունա։ Կերտամաուծնա, դավինիցկա։ Բոլորս հիացանք մեր երեխեքի իրենց տաղանդով, մեկ անգամ ևս մենք ապացուցեցինք, որ մենք ունենք տաղանդավոր երեխաներ, ինչպես ֆիլմի ցուցադրման ժամանակ, տեսեք 900-ից մոտ 1000 ֆիլմեր ցուցադրվել մայրաքաղաք Թբիլիսիում, տարբեր երկրներից չարաշ հավարգեցին տան երկրների մեծ ինչպիսի երկրներ են Ֆրանսիան կամ ասենք այլ եվրոպական երկրներից, մեր ֆիլմերը, վավերագրական ֆիլմերը 900 ֆիլմից լավագույն 10-ի մեջ են ընկերվել։ Պատկերացրեք, որ ինչպիսի տաղանդավոր եւ մենք բոլորս ականատեսն եղանք եւ ասված ցանկանում եմ, որ այդ ֆիլմի էությունը, միտքը, նպատակը, որ վերադարձն է, թող բոլոր նրանք, ովքեր ախալքալակից հեռացել են, թող ունենան հույս հավատ, որ մի օր վերադառնալու են մեր այստեղ եւ բոլորս միասին ապրելու իրենց հայրենիքում, իրենց հայրենի Վրաստան երկրում։ Եվ մեր հումորիստիկա երեխաների մասին, ինչպես ասեմ, երեխեքը տեսեք առանց մեր օգնությամբ, այսինքն ոչ մեր մոտ չէր է, իրենք իրենց այլ լեզուն տիրապետելով, իրենք ամեն մեկը հաջախել են գնացին Բորժոմին, եւ այնտեղ հաղթեցին, գնացին Թբիլիսիում, ամեն անգամ Օլգա Մելիկիձեն միշտ տեղեկացնում էր, գիտես երեխեքը էլի հաղթել են, գիտես երեխեքը էլի հաղթել են, բայց մենք երբևիցե չէինք տեսել ինձ։ Ավրեք երեխեք չան, դուք էլ հաղթեցիք եւ մեզ համար մեծ պատիվ էր, որ ունենք ձեզ եւ ուրախանում ենք ձեզանով։ Եթե եզրափակիչներ հաղթեիք, ավելի լավ կլիներ։ Հիմա ուզենք մի փոքրիկ պատվոգրեր նվիրենք այս բոլոր մասնակիցներին։ Միջոցառումը ավարտվեց հատուկ պատվոգրերի բաժանման Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից։ Քեզի Կարգացում եմ հայտնում մեր ապագայի տան տնօրինությանը բոլոր աշխատողներին այսպիսի հաճելի մշակութային պահ մեզ ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ երեխաներ ջան, աղաներ ջան, աղջիկներ ջան։
նրանց նույնպես մեր կավերի թիմի հաղթողներին եւ իրոք դուք ներկայացրել եք մեր քաղաքը մենք բոլորս ճանաչում ենք, բայց հիմա մենք տեսանք այլ աչքերով ավելի հայտնաբերեցիք եւ շնորհակալություն հայտնում ձեզ եւ բոլորին։ Շնորհակալ